Նույնտապանում հյուրընկալել եմ հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանին, պարոն Մեհրաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Ողջունում եմ ձեր լսարանին։ Շնորհակալ ենք։ Հայաստանի վարչապետն արդեն որպես փաստ է արձանագրում կաթողիկոսի զավակ ունենալը եւ այսօր էլ գրառմամբ դիմել է եկեղեցու հավատավոր հետևորդներին, նշելով, որ անհրաժեշտ են գործուն քայլեր ձեռնարկել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վեհարանը ազատելու, նոր կաթողիկոսի ընտրությամբ զբաղվելու համար։ Այս համատեքստում առաջարկում է համակարգող խումբ ստեղծել, որը կզբաղվի այդպիսի հարցերով։ Հիմա հարց է առաջանում, պարոն Մեհրաբյան, արդյոք կաթողիկոսի փոփոխության հարցն այս պահին այն ամենակարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն է, որին պետք է անդրադառնա երկրի ղեկավարը, եւ արդյոք Փաշինյանի պատկերացումները կաթողիկոսի փոփոխության կամ առաջարկները, որոնք նա անում է, տեղին են կամ չգիտեմ, արդյունավետ լուծում կարող են լինել այս իրավիճակից։ Տեսեք, այնինչ ներկայումս մենք տեսնում ենք մակերեսին, վարչապետ կաթողիկոս, կառավարություն եկեղեցու վերնախավ, պետություն եկեղեցի, այնինչ կա հրապարակում, դա այսբերգի միայն երևացող մասն է։ Այո, սա մի օրվա պրոբլեմ չէ, սա տասնամյակների պրոբլեմ է, եւ ոնց որ ասում են, չէ, կա քարերը թափելու եւ քարերը հավաքելու ժամանակը։ Հիմա ժամանակն է, այո, այդ հարցը լուծել, որովհետեւ իրավիճակը դարձել է այլևս անտանելի եւ անընդունելի։ Մի շարք պատճառներով։ Պատճառ 1 դա եկեղեցու քաղաքականացումն է, հստակ այլևս, եւ վերածումը ըստ էության քաղաքական ուժի, որը ըստ էության ոչ թե պետության շահերին է ծառայում, այլ ծառայում է ուրիշ պետության շահերին։ Սա եկեք իրերը կոչենք իրենց անունները։ Ինչու, եթե իշխանությանը չեն աջակցում, պարոն Մեհրաբյան, կամ խնդիրները բարձրաձայնում են, նշանակում է ծառայում են այլ պետության։ Ոչ թե դրանից նայա նշանակում, այլ փաստն այն է, որ եկեղեցու վերնախավը ներկայումս ծառայում է այլ պետության։ Սա ես արձանագրում եմ որպես փաստ։ Անկախ նրանից ինչ է անում այլ, ինչպես է այլ հարցերում դիրքավորվում դեմ է թե կողմ է իշխանության։ Իսկ դա վտանգավոր է։ Մանավանդ եկեղեցու այս պահվածքն էլ ակտուալիզացվում է ընտրություններին ընդառաջ։ Դա էլ փաստ է։ Այո, ներկայումս կա նախընտրական ակտիվացում եւ եկեղեցուն վերապահված է շատ հստակ դերակատարում այստեղ մի գեր նպատակի շուրջ փոխել իշխանությունը, ինչպես իրենք են ասում, վերականգնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, չէ՞։ Այն ամբարոյական արևմուտքի հովերն այստեղ թույլ չտալ, չէ՞։ Խաղաղության պայմանագիրը դնել մի կողմ, ինչ Թուրքիա, ինչ բան, եկեղեցու մի սառեցված ներկայացուցիչ թրև էր գալիս փողոցներում, լսեք իր ճառերը։ Այն մյուսն էլ Շիրակի մարզում Ստալին էր գովում, օրհնում էր այն դռոշագով ռուսական գլուխը գովացող քրեական հեղինակությանը, որը իշխանության թողտվությամբ պարազիտանալով ժողովրդավարության վրա դարձավ քաղաքապետ, որում ըստ էության գործարքի արդյունքում այլ տեխնացուների, այսպես կոչված տեխնացուների հետ, որոնք չպետք է լինեին տեխնացու, էլի պետության թողտվությամբ։ Եվ հետո այդ երթմնակալության ժամանակ ով էր վերընկած այնտեղ։ Ռուսական բազայի ներկայացուցիչներն էին վերընկած, Ռուսաստանի հյուպատոսներ վերընկած,
հենց քաղաքական ուղերձով հանդես եկավ եւ այդ ամենը օրհնեց, օծեց ով եկեղեցու բարձրաստիճան այդ Ստալին գովացող ներկայացուցիչը։ Դե այդքանից հետո մենք պետք է լավ հասկանանք, որ եկեղեցու անվամբ քողարկված այդ խմբակը այլևս վերածվել է այո ազգային անվտանգության սպառնալիքի։ Հիմա որպեսզի առանձնապես շատ հարցին չխորանանք, հա, իսկ իրենք խոսում են ինչ-որ վեհությունից, մաքրությունից, սրբությունից, ընկնում են փողոցները, անունը դնում են սրբազան շարժում եւ այլն, կառավարության կողմից կամ իշխանության կողմից կամ հենց վարչապետի կողմից մի պարզ հարց է առաջ բերվում, էլի դու սուլտան ես թե չէ։ Վերջ։ Այսինքն դու Հանրապես ինքդ քո ասածին տեր եղել ես, գոնե ամենաֆունդամենտալ հարցում։ Մեր օրենքով չէ, ձեր օրենքով, ձեր ներսի օրենքով։ Դե եթե չէ, թող գնա անգիրջոն։ Ուղղակի թող գնա քառորդ դար այլանդակել ապականել եք եկեղեցու անունը, հիմա ժամանակն է այդ պետության զավթման վերջին կղզյակը, այո, պետք է մաքրվի այս կրիմինալ դիկտատուրայի աղտից, որի մասեր հանդիսանում նույն այդ եկեղեցական վերնախավը, ի վերջո նույն Գարեգին երկրորդներ օրհնության խոսքեր ասում բոլոր կեղծված ընտրություններին եւ այդ ընտրությանը հաղթող հռչակվածներին գալիս էր եւ դարձել էր պետական արարողակարգի մաս տնտեսական գործունեությամբ էր զբաղվում այդ շրջանակը որում քրեա օլիգարխիկ կանոնների սահմաններում եւ 18 թվականի հեղափոխությունից հետո փոխվեց շատ բան էլ դեռ չի փոխվել եւ այսպես անփոփոխ անսասան նաեւ ռեստավրացիայի տրամաբանության մեջ ներկայումս գործող մնացել է եկեղեցին եւ այո այս հարցը պետք է լուծվի եւ դե հիմա եթե մտել են քաղաքականության մեջ ուրեմն թող բարի լինեն այս քաղաքական հարթության վրա հարցադրումներին էլ տան պատշաճ պատասխան մանավանդ երբ հարցն էլ քաղաքական չի հարցը ընդհանրապես հետեւյալն է դու սուլտան ես թե սուլտան չես սա է հարցը վերջ եթե սուլտան ես ընդհանրապես էլ իմաստ չունի որևէ խոսակցություն էլ դու ինչ ես ուզում ինչի կողմնակից ես ինչի կողմնակից չես եւ այլն եւ այդպես շարունակ գիտեք ինչ մարդիկ վերաբերմունք են փոխում մարդիկ կարծիք են փոխվում մարդիկ նույնիսկ իրենց դավանանքն են փոխում չգիտեմ դավանած փիլիսոփայությունն են վերանայում եւ այլն այդ ամենը շատ մարդկային է բայց սուտը Պարոն Մեհրաբյան, այդ ստախոսության մատնանշման հետ կապված ես սովորական շարքային քաղաքացիների հարցադրումներ տեսա հենց նույն Նիկոլ Փաշինյանի այդ գրառման տակ, որ առնվազն ստախոսության մեջ մեղադրող մարդը պետք է ինքը սուտասան չլինի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ ունի ասած բաներ, որոնք չի կատարել, առնվազն սուտ է խոսել եւ այսօր նրան ասում են, բա դու ինչու չես հեռանում, եթե դու ես սուտ խոսել։ Օրինակ։ Ես չեմ ուզում պաշտպանեմ վարչապետին, թող վարչապետին իր թիմակիցները պաշտպանեն, մանավանդ իմ պաշտպանության կարիքը չունեն, բայց որն է
այդ ասացի, սենց ասենք փաստական հիմքը որն է, որտեղ է սուտ խոսքը։ Արցախը Հայաստանը եւ էր, պարոն Միրաբյան, դա հայտարարություն էր, որը հետո տեսանք ինչ եղավ։ Հետո դրանից հետո եղավ շատ վատ բան։ Այո, հանգամանքները դասավորվեցին այնպես, որ այդ ասածը չստացվեց։ Հասկանու՞մ եք։ Շատ լավ։ Ինչ է կարծում, ինչու առաջին նախագահը որոշեց աջակցել կաթողիկոսին։ Ցավոք սրտի առաջին նախագահը, որ ես սպասում էի կդիրքավորվեր, այս դիմակայությունից վեր դիրքում, գերադասեց դառնալ այդ դիմակայության կողմերից մեկի կողքին ընել պատմության սխալ կողմ։ Ինչը խիստ ցավալի է։ Այսքանը կարող եմ ասել։ Եվ փաստորեն սա շատ ավելի վատ բան է ուրվագծում։ Սա ուրվագծում է այն, որ առաջին նախագահը, որի կառավարման տարիները կարելի է ասել որպես վիժեցված հեղափոխություն, վիժեցված ռեֆորմացիա, որպես պարտություն քրեա օլիգարխիային եւ որը վերջացավ պետական հեղաշրջումով եւ իր բերած կադրերի կողմից պետության զավթմամբ եւ իր բերած կադրերի կողմից կրիմինալ դիկտատուրայի 2 տասնամյակի, որն էլ հենց կոնսոլիդացվեց հոկտեմբերի 27-ով, երբ հոկտեմբերի 27-ին նա կոչ էր անում միավորվել Ռոբերտ Քոչարյանի շուրջը, չէ՞։ Ահա։ Իմ մոտ հարցեր են առաջանում, թե ինչու։ Մեկ երկրորդը, գիտեք ինչ, այդ հանդիպման հաղորդագրության մեջ պետության կողմից չգիտեմ քայլերը, դիրքորոշումները, ելույթները, գրառումները կոչում է հակասահմանադրական։ Իսկ պարոն նախագահը հակասահմանադրական չի համարում, որ եկեղեցական հիերարխները պահանջում էին Հայաստանի վարչապետի հրաժարական։ Դա սահմանադրական էր, դրա մասին ոչ մի խոսք։ Այն, որ եկեղեցու ներկայացուցիչը թրև է գալիս սառեցված վիճակում փողոցներում եւ ավել պակաս զառանցանքներ է տարածում մերձ քաղաքական բնույթի, դա հակասահմանադրական էր, թե սահմանադրական։ Այդտեղ էլ ոչ մի դիրքորոշում։ Երբ որ կաթողիկոսի եղբայրը տերորիստների է օրհնում, մարդասպանների, մարդակերների Ուկրաինա ուղարկելուց առաջ, դա ինչ է։ Սահմանադրական է, թե ու եկեղեցին չունի դրան վերաբերմունք, սահմանադրական է, թե ոչ։ Ընդ որում այդ նույն որջից էլ հետո Հայաստան է գալիս տերորիստների մի խումբ եւ ազգային անվտանգության ծառայության կողմից չեզոքացվում։ Հա նախապատրաստական փուլում բարեբախտաբար։ Այստեղ լրջագույն խնդիր կա եւ իմ համոզմամբ Հայաստանի առաջին նախագահի, ասպես ասենք, դիրքորոշումը լուրջ հարցեր է առաջացնում։ Ցավոք եւ ցավալի։ Պարոն Մեհրաբյան, այս թեման ամփոփելով հիմա հոգևոր դաս, այսպես ասենք, իրենք Հայաստանին առնչվող, Հայաստանի ապագային վերաբերող հարցերում պետք է դիրքորոշում հայտնեն, թե ոչ։ Խնդրահարույցը ո՞րն է, այսինքն ռետորաբանությունն է խնդրահարույցը, չգիտեմ, դիրքավորվելն է խնդրահարույցը, նրանք որպես քաղաքացիներ նաև իրավունք ունեն արտահայտվելու, թե ոչ։ Բոլորն էլ իրավունք ունեն, բայց երբ որ դու դառնում ես քաղաքականության սուբյեկտ նախընտրական շրջանում,
ոնց որ սկսում ես աշխատել պետության դեմ, կներեք։ Սա մոտարապես նույն վիճակներ, ասենք, գիտեք ինչ, այն Ֆրանսիայում այդպես փորձ եղել, էլի պատմությունից հայտնի է շատ բարդ հարաբերությունների մասին, որ Ֆրանսիայի իշխանություններն ունեցել են կաթոլիկ եկեղեցու հետ, որը Վատիկանում էր, չէ՞։ Ընդհանուր գործը հասել է մինչև նրան, որ Հռոմի պապին հանել են Հռոմից, բերել են եւ Ավինյոնում են նստացրել, որ Ֆրանսիայի դեմ չաշխատի։ Ֆրանսիայի ներքին գործերին չմիջամտի։ Պրոբլեմ ունեցել են Ռիշելիեի ժամանակ, ֆրանսիական հեղափոխության ժամանակ, չէ՞, որ Վոլտերն ինչ էր ասում, չէ՞, տարօրեք հրեշին։ Նապոլեոնի ժամանակ, նաև հանրապետական Ֆրանսիան եւս սա խնդիր է եղել եւ Ֆրանսիան այո այդ լաիսիտե, հա, լաիցիզմ կամ այդ պետություն եկեղեցի հարաբերությունների այդ մոդելը Նապոլեոնից որ գալիս շարունակվում է մինչև հիմա այդ հստակ պետքա դրվի եւ այստեղ պետությունն էլ իր մեղքն ունի սա էլ արդեն պետության սահմանադրության մեջ գրած է եկեղեցին անջատ է պետությունից եկեղեցին գալիս եւ քիթը մտցնում է պետության կյանքի մեջ օրենքը ինչու չի գնում այդ քիթը մտցնողի հետևից մի հատ քիթը վրայից պոկի մի հատ որ էլ մյուս անգամ քիթը չմտցնի հետևից չկա տես բան հիմա կանգնում ասում ենք չգիտեմ կուսակայուն ես թե չէ բայց այդտեղ լուրջ խնդիր կա օրենք է խախտվել, սահմանադրություն է խախտվել, դրա հետևից գնալը պետք անկախ նրանից, ով ում քեռակինն է, կամ ով է կուսակրոնությունը խախտել, կամ ով երեխա ունի, ով երեխա չունի, սա էլ է հարց իհարկե, և բոլոր դեպքերում, այո, Գարեգին երկրորդ, ամենայն հայոց կաթողիկոսը, իր ամփառունակ քառորդ դարյա գահակալումից հետո այո պետք է լքի Սուրբ Էջմիածին որովհետև դա բխում է թե հայ առաքելական եկեղեցու թե Հայաստանի Հանրապետության շահերից սա պետք է գիտակցի թե անձամբ ամենայն հայոց կաթողիկոսը թե եկեղեցական վերնախավը թե եկեղեցին որպես ինստիտուտ թե հայ առաքելական եկեղեցու հետևորդները Մեր պետությունը իր անկախության ճանապարհին, իր պետական ինստիտուտների կայացման ճանապարհին թևակողել է նոր փուլ, եւ այդ նոր փուլը պետք է նշանավորվի նաեւ պետություն եկեղեցի հարաբերությունների հստակեցմամբ։ Մենք այդ սկզբունքը ֆիքսել ենք հենց անկախության առաջին իսկ օրվանից եւ առաջին իսկ օրվանից էլ մենք չենք պաշտպանել տարբեր պատճառներով։ Նախ Այն պատճառը, որ երջանկա հիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսը անվերապահ հեղինակություններ վայելում ընդհանրապես հայության կողմից եւ այո Վազգեն առաջինը այդ ծանր տարիներին, երբ մարդիկ շատ հարցեր ունեին, փորձում էր այդ հարցերին պատասխան տալ, նա հրավիրվում էր ազգային ժողով այդ նիստերին տարբեր ուղերձներով էր հանդես գալիս, հա, պետական կյանքի հետ կապված եւ ամենասկզբից էլ հենց կանգնեց անկախության գաղափարի կողքին, պետության կողքին դարձավ այդ ամենի կրողը, դա իներցիայով անցավ Գարեգին առաջինի օրոք, բայց հետո իներցիան ավարտվեց եւ հիմա post factum կարող ենք ասել, որ հոկտեմբերի 27-ին 99 թվականի կրկնակի աղետ է եղել Հայաստանում, ընդ որում թե հանրապետությունում, թե հայ առաքելական եկեղեցում։ Եվ այո, մենք մինչև հիմա թե մեկի, թե մյուսի հետևանքները մինչև վերջ չենք հաղթահարել։ Այս սրանից մենք պետք է խոսենք, իսկ ինչ վերաբերվում է վարչապետի կողմից այդ առաջարկին, կարծում եմ, որ այս նախաձեռնությունը կհանգի իր տրամաբանական վերջաբանին, այո, եւ
հայ առաքելական եկեղեցին վերջի անգամ ռեֆորմը եղել է Ստալինի կողմից 46 թվականին, դա ռեֆորմ էլ չէր, դիրեկտիվ ձևով վերևից ուղղակի իջավ, ասաց այս ձևով եք աշխատելու, դրանից հետո ոչինչ չի փոխվել։ Այո, ժամանակն է, որ փոխվի, որովհետև մենք ունենք պետություն եւ Ստալինի լեկալներով կառուցված եւ ձևավորված եկեղեցական կառույցով մենք առաջ չենք կարող գնալ եւ դա վնաս է թե պետությանը, թե հասարակությանը, թե եկեղեցուն, թե եկեղեցու հետևորդներին։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Պարոն Մեհրաբյան, արդեն գիտեք, որ
խորհրդարանական հաջորդ ընտրությունները կայանալու են 2026 թվականի հունիսի 7-ին, այդ մասին գրել էր ազգային ժողովի նախագահը։ Հիմա չնայած այս հանգամանքին ընդդիմադիրները վարչապետին անվստահություն հայտնելու այդ հարցը պահում են օրակարգում, պատիվ ունեմ վարչապետի տեխնացուի առաջադրել, Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ ստորագրություններով կաջակցեն, հիմա որքանով է լուրջ այս նախաձեռնությունը։ Եթերային ժամանակը անլուրջ բաների վրա չծախսենք, սա անլուրջ նախաձեռնություն է եւ անլուրջ է սրա մասին լուրջ խոսալ եւ մեր թանկարժեք ժամանակից ծախսենք անլուրջ բաների վրա։ Նախաձեռնողները չեն հասկանում իրենց գործընթացի լրջությունը կամ Հարցրեք պարոն կամ տիկին նախաձեռնող, դուք հասկանում եք թե չեք հասկանում։ Ես չգիտեմ, հասկանում են թե չեն հասկանում, ինձ հետաքրքիր է չի հասկանում են թե որ Սերժ Սարգսյանն այսպիսով օգնում է Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ առատաձեռն վեր է մատուցում։ Ճիշտ ասած, այդ կարծիքներն էլ ինձ առանձնապես չեն հետաքրքրում, որոնք կապված են թե ինչ է անում կամ ինչ չի անում Սերժ Սարգսյանը, օգնում է թե վնասում է, գիտեք ինչ, հանգուցյալների մասին իմաստ չունի, մենք հիմա ժամանակ ծախսենք քաղաքական հանգուցյալների, եկեք խոսենք ողջերից։ Խոսենք։ Հիմա Ռուսաստանի նախագահի օգնականը գիտեք, որ հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը շատ նման է Արցախին, իրենք չեն կարող թույլ տալ նոր վիճելի տարածքի գոյություն, որը հետագայում հանգեցնի միջուկային պատերազմի, սա արդեն բրդովեցրել է ադրբեջանական կողմին, նրանք մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի նախագահի օգնականի հասցեին, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահը ի սկզբանե ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս եւ միշտ է ճանաչել, այսինքն այդտեղ խոսք լինել չի կարող։ Հիմա այս ամենը ինչի մասին է։ Լինենք պարոն Մեդինսկին, ընդհանրապես ռուսական քաղաքականության լյուստրացիայի համար, որը նա իրականացրեց եւ մատուցեց հայ ժողովրդին։ Նա կոչեց Ղարաբաղը վիճելի տարածք, մինչդեռ Ղարաբաղը երբեք վիճելի տարածք Հայաստանի Հանրապետության կողմից չի եղել։ Սովետական Հայաստանը սովետի ժամանակ այո դիմել է սովետի իշխանություններին վարչական սահմանների փոփոխություն անել հաշվի առնելով ժողովրդի կամքը։ Սակայն դա տեղի չունեցավ, սովետն էլ փլվեց, դրանից հետո մենք տարածքային վիճելի տարածք եւ այլն տարածքի հետ կապված մենք հարց չենք ունեցել։ Դա է ասում Մեդինսկին։ Մինչդեռ ինքը Ուկրաինայի հետ կապված ունի, նա որոշել է նույնիսկ post factum մխտրել այն ամենը, ինչ արել է իր երկիրը, հա, խոզի դունչը մտցնելով ամեն ինչի մեջ ինչ վերաբերվել է մեզ եւ հարամելով ամեն ինչ, եւ հիմա նույնիսկ անում է post factum։ Սա այն է, ինչ որ ասում են, չէ, սա այն ամենն է, ինչ դուք չգիտեիք, բայց ամաչում էիք հարցնել։ Ահա խնդրեմ։ Դե դրանից հետո թող ասենք պայմանական Ռոբերտ Քոչարյանը կամ մի այն հոկտեմբերի 27-ը պորտկում կոչող մի այդպիսի պայմանական փեդի գլուխ դաշնակ, հա, դե թող դրանից հետո մի հատ խոսի Ռուսաստանի, չգիտեմ ինչից, չգիտեմ ոնց, դաշնակցային, վերականգնել եւ այլ եւ այլ։ Իդեպ ասեմ ձեզ, այստեղ իշխանությունն էլ պետք է իր եզրակացությունն անի, հերիքա Մատվիենկոներ ու Լավրովներ բերեք գլխներիս։ Ակտիվացնեք շփումները։ Այս աղբը հերիքա բերեք երկրի մեջ, հա, ու այդ դնեք այդ աղբ քչփորեք անիմաստ տեղը, հա, եւ երկիրը պետք է մաքրվի աղբից, իդեպ օգտվելով առիթից իմ այդ նախաձեռնությունը, որ երեկոյան մենք մեկնարկ տվեցինք, առաջինը ձեր եթերում եմ ուզում ասել, որ այո, հանուն հանրապետության կուսակցությունը Change.org կայքով ստորագրահավաք է սկսել Հայաստանից 102-րդ բազան դուրս բերելու ուրեմն պահանջով։
Իհարկե սա ասելով մենք դրա տակ հասկանում ենք նաև Էրեբունիի ռազմաօդային բազան, մենք հասկանում ենք նաև Ռուսաստանի այդ այսպես կոչված սահմանապահները, այդ ՖՍԲ-ի վարչությունը, Երևանի ազատության պողոտայում, հա, որ абսուրդ է։ Ռուսաստանը սպառնալիք է, էգզիստենցիալ մակարդակի սպառնալիք է Հայաստանի համար եւ Ռուսաստանի զինված ներկայությունը Հայաստանում առնվազն պետք է շուտապույտ կերպով լիկվիդացվի, ընդ որում թե իրավաբանորեն, թե դե ֆակտո։ Եվ զուգահեռաբար, այո, մենք նաև ձեր եթերում բազմիցս ենք խոսել այդ մասին, Ռուսաստանի պետության հետ աֆիլիացված այդ կորպորացիաները, այսպես կոչված, որոնք կազմակերպված քրեական խմբավորումներ են, պետք է դուրս շպրտվեն Հայաստանից, այդ Գազպրոմները, այդ Ռոսատոմները, այդ ՌԺԴ-ները, եւ մենք այստեղ անելիք ունենք։ Նաև մենք պետք է լավ հասկանանք, որ այստեղ դրվածք պետք է փոխվի։ Այո, քաղաքական ռուսասիրությունը այստեղ պետք է դիտարկվի որպես քաղաքական կարիերայի ավարտ։ Ուղղակի, ընդհանրապես քաղաքական ռուսասիրությունը դա խոլերայով վարակված լինելու մասին սենց զուգահեռ եւ հավասար բան որպես պետք է ընկալվի, որովհետեւ միայն դա է ճանապարհը, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը զերծ մնա հիբրիդային վտանգներից, որովհետեւ հենց այդ պետությունն է, այո, մեր դեմ տանում հիբրիդային պատերազմ եւ մենք ինչ որ խոսում ենք եկեղեցու մասին, եկեղեցին գործիքավորված է այդ հիբրիդային պատերազմում որպես շարասյուններից մեկը, որը աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ եւ Հայաստանի թիվ 2 պաշտոնյան Ալեն Սիմոնյանը դրա մասին հրապարակային ուղիղ տեքստով հայտարարում է, իսկ դա միայն հայտարարելով չէ, դա նշանակում է, որ այդ հայտարարությունից հետո պետք է հետևեն գործողություններ, այլ ոչ թե կիսատ պռատ գործեր, որն էլ կոչեք բալանսավորված։ Չէ, դա բալանսավորված չի, դա կիսատ է, պռատ է, հասկացաք։ Այդ սրա մասին է խոսքը։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։